հասկանում եք, մենք ունեինք պաշտպանության նախարարներ, որոնք բացահայտ հայտարարում էին Վաղարշակ Հարությունյան, այդ նույն Սերան Օհանյան, որ շատ լավ է, որ Ռուսաստանը ծանր զենքեր է, մահաբեր զենքեր է վաճառում Ադրբեջանին, շատ լավ է, նա կվերահսկի, որպեսզի Ադրբեջանը այդ զենքերը չօգտագործի, աբսուրդ, բայց 20 տարի մենք ապրել ենք այդ աբսուրդի, այդ ստերի ազդեցության տակ, հասկանում եք, այդ ստի ազդեցության տակ, որ շատ լավ է, որ Ռուսաստանը վաճառում է զենք, թե չէ մեկ ուրիշը կվաճառեր, թե չէ Միացյալ Նահանգները, եղբայր, բացահայտ մեր ժողովրդի խաբել են, գիտակցաբար, որտեղ իրանք չէին կարող չհասկանալ, եթե դու գեներալ ես, դու չես կարող չհասկանալ, որ եթե զենքը կա, անպայման մի օր պետք է կրակի, մի օր պետք է կրակի, և եթե այդ զենքը կուտակվում է բացահայտ թշնամության պայմաններում, որտեղ ամեն օր Իլխամ Ալիևը հայտարարում էր, որ ինքը այդ հարցը լուծելու է, բայց մենք ամեն օր ազատությունով լսում էինք ազատությունով հայկական հաղորդումների Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խոսքերը, նույն իմաստով, Քոչարյանը, ուրեմն հայ ժողովուրդը լուծել է Արցախի հարցը, այդ լուծումը վերջնականը, հիշում եք, չէ, հայտարարությունները, ամեն անգամ ծրագրով տալիս է, ծրագրի վերջում այս ելույթները, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ դուք ուրեմն կիմանաք, թե ով է ծախել Արցախը, ով է ծախում Արցախը, այս չարագուշակությունը Լևոն Տեր-Պետրոսյանի եթերեն արձակել 20 տարի շարունակ և Սերժ Սարգսյանի Արցախյան հիմնահարցը ռազմական լուծում չունի, պատերազմը բացառվում է, մարդը, որը ամենաշատ տարիներ ղեկավարել է պաշտպանության նախարարությունը, չէ, ամենաերգարակյաց պաշտպանության նախարարը եղել է հենց Սերժ Սարգսյանը, եթե տարիները վերցնել նրա պաշտպանության նախարարի պաշտոնում։ Բայց երբ նրան հարցնում էին, նա պատասխանում էր, բայց եթե պատերազմ լինի, որտեղ լրագրողները հարցնում են, բայց եթե հանկարծ լինի, մենք պատրաստ ենք պատերազմին։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմին։ Ասում են միշտ պատրաստ, տեսանք ինչպես պատրաստ քարորյա պատերազմի ժամանակ մենք տեսանք։ Եվ սա ես ինչու եմ սա ասում մեր այս խոսակցության համատեքստում, որովհետև մեծ հաշվով, սիրելի հայրենակիցներ, դուք էլ պետք է լավ իմանաք, որ այս ուրեմն Ռուսաստանի փորձերը չճանաչել ընտրությունները, ուրեմն ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացվի, ամեն ինչ անել, պայմանավորված չեն նրանով, որ այս Մոսկվան սիրահարված է այս ողորմելի այս եռյակին, որ այս մարդիկ պատերազմի ժամանակ իրանք ինչպես են իրենց դրսևորել, մենք լավ գիտենք, Սամվել Կարապետյանը իսկապես հավասարության նշան էր դնում Մոսկվայում նստած դովում էր, որ հանկարծ մի ավելորդ բան բերանից չթռցնի և հարվածի տակ չընկնի հենց Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, որոնց գործակալն է ինքը, ինչպես փաստաթուղթն է ցույց տալի, հա, անձնագրային, այսինքն այս մարդկանց համար չի ուզում Ռուսաստանը հեռացնի Նիկոլ Փաշինյանին, իր համար Ռուսաստանի համար, դա շատ կարևոր հարց է, որտև եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի ժողովրդի կողմից, այս 44 օրյա պատերազմում կրած պարտության ֆոնի վրա, Արցախի կորստի ֆոնի վրա, վերջնական կորստի ֆոնի վրա, եթե հեռացվի ժողովրդի կողմից, դա կմեկնաբանվի, որ հայ ժողովուրդը համաձայն է, որ մեղքը հենց Փաշինյանինն է։ Հայ ժողովուրդը համաձայն է, որ Արցախը կործանվեց Փաշինյանի, ոչ թե Ռուսաստանի պատճառով, ոչ թե Մոսկվայի պատճառով, այլ Փաշինյանի։ Հասկանում եք, Մոսկվան խնդիր ունի ոչ թե ներկայի տեսանկյունից, նրանք մտածում են ավելի հեռահար, բայց եթե այդ մեղավորին չգտնեն, որի վրա կարելի կլինի բարթել մեղքը,
այդ ողբերգության համար, հայ ժողովրդի այդ ողբերգության համար բարթել մեղքը, ուրեմն մեղքը կմնա իրենց վրա, հասկանում եք, մեղքը ուրեմն իրենց վրա կմնա, որտեվ ինքը ծրագիրը եղել է հետևյալը, այդ ծրագիրը եղել է խորքային, եւ այդ ծրագրի մասին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իմացել է։ Ես ձեզ հիշացնեմ, սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերին 44 օրյա պատերազմի ընթացքում 20 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Independent անգլիական պարբերականին, հայտի Independent պարբերականին։ Մեծ ընդարձակ հարցազրույց, պատերազմի ամենաթեժ ժամանակ, հոկտեմբեր ամսին։ Թարմ հետքերով այն ժամանակ ես եմ միայն անդրադարձել այդ հարցազրույցին։ Մարինե Խարատյան լրագրողի հետ հարցազրույցում։ Ուրիշ ոչ ոք, բայց դա շատ հետաքրքիր։ Պատերազմը գնում, Սերժ Սարգսյանը, դա ես գնահատել եմ դեռ այն ժամանակ, որպես հայտ իշխանությունը վերցնելու։ Պատերազմից հետո իշխանությունը վերադառնալու իշխանության։ Հայտ։ Եթե հաշվի առնել այն, որ մինչ այդ հենց Սերժ Սարգսյանն էր հրավիրել Արմեն Սարգսյանին եւ նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Եթե դա հաշվի առնել, հասկանալի է դառնում, չէ՞։ Եվ այդ հարցազրույցի իմաստը եւ այն, որ ինքը նշանակել էր Արմեն Սարգսյանին, մինչեւ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը նշանակել էր Արմեն Սարգսյանին նախագահ, այսինքն դա էր արել, միակ գործը, որը արեց, դա էր։ Ուրեմն վարչապետ դառնալուց հետո։ Դա էր, դա նշանակեց նախագահ Արմեն Սարգսյանին եւ հանձնեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո հարցազրույց է տալի պատերազմի ամենաթեժ ժամանակ Independent-ին, որտեղ հայտ է ներկայացնում, որ ինքը գիտի, ինքը ասելիք ունի, ինքը դա կասի պատերազմից հետո, ուրեմն այդ սխալների մասին կասի պատերազմից հետո, այդ սխալների մասին, որոնք բերեցին մեղավորի մասին կասի պատերազմ, հայտ էր, դա հայտ էր, բանից պատերազմից հետո իշխանությունը վերցնելու հայտ էր։ Ինչ արդյունքով պատերազմից հետոն, որն է, որ արդյունքով պետք է վերջանար պատերազմը։ Որ արդյունք հասկանալի էր, լսեք, ուրեմն այդ Իլխամ Ալիևը մենք չպետք է նրանք թերագնահատենք։ Նա շատ ուտև նա իր հորը տեսել է, չէ, հերնել 20 տարի, ուրեմն պակի գեներալ էր, գիտենք իր հերը ինչ պտուղ էր, ինքը տեսել է, չէ, այդ հորը։ Եվ շատ բան սովորել է նրանից։ Եվ նա շատ ժողովրդական լեզվով ասած քոքված նա։ Նա եթե նա 100%-ով չիմանար վստահ չլիներ, որ այդ պատերազմը շահելու է, նա չէր սկսի այդ պատերազմը։ Նա շատ լուրջ է նախապատրաստվել։ Տարիներ շարունակ եւ պահը ընտրել է եւ ամեն ինչ արել է, որպեսզի արդյունքը լինի 100%-անոց։ Ինքը նաեւ ինքը ապրոբացիա է արել Քարորյա պատերազմը 16 թվականի, չէ՞։ Այսինքն ինքը փորձարկել է, չէ՞, ինչ էր ասում մեր կոմանդոսը, լուսահոգի Արգադի Թադևոսյանը։ Ասում էր, սա ռուսերեն էր ասում, ինքը ռուսախոս էր, «Это проверка боем», այսինքն սա Քարորյա պատերազմի մասին։ Սա ստուգում է մարտով պատերազմով ստուգում է, այսինքն նա սկզբից ստուգեց մեր կարողությունները, հնարավորությունները, թե արդյոք մենք ունակ ենք դիմադրելու այդ թռչող սարքերին, անօթաչու սարքերին, կարող ենք դիմակայել, թե ոչ։ Դի կորեկցիա արեց։ Ինքը կորեկցիա, արդյոք ինքը կարող է ինքնուրույն հասնի արդյունքի, թե առանց Թուրքիայի չի լինի, որտեղ ինքը կցանկանար, որ եւ Թուրքիան կցանկանար, որ ասենք մի խոսքով դուք ուզում եք ասեք, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեջ արդեն պարտությունը ակնարկվում է կամ վերադառնալով մեր զրույցի թեմա, ես ասեմ,
թվում է թե ինչու է Պուտինը եւ Ռուսաստանը ձգտում ամեն գնով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը ես ասեցի, ցենտրիստ է։ Ինքը ռադիկալ չի, ինքը Արամ Զավենի Սարգսյան չի ու այդ Արման Բաբաջանյան չի։ Ինքը ցենտրիստ է, ինքը մեջտեղում է։ Փորձում է հավասարակշռել։ Ինքը գնաց անցած տարի Հոբելյանին, ինքը պատրաստ էր Ռուսաստանի հովանու ներքո բանակցել Իլխամ Ալիևի հետ, Իլխամ Ալիևը չեկավ եւ նախընտրեց գնալ Վաշինգտոն, դա Իլխամի ընտրությունն էր, ոչ թե Նիկոլի, Նիկոլը ստիպված էր այդ ընտրության հետ հաշվի նստել, որտեղ Իլխամը հաղթող կողմն է պատերազմում եւ սա չի կարելի անտեսել, պետք է ի վերջո մնալ ռեալ պոլիտիկի հողի վրա եւ նույն Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ ինքը ռուսերեն կարդում է Եվգենի Օնեգին, Պուշկին։ Հատուկ դուրս եկավ լայվ եւ ասում է, որ ինքը կարդում է եւ այլն։ Սա սիգնալ էր, մեսեջ էր, որ ես հակառուս չեմ։ Ես Ռուսաստանի դեմ չեմ։ Բայց ինչու են իրան ուզում այդպես հանել, ինչու չեն ուզում իր այդ պայմանավորը։ Այս հարցը կա մեջտեղում Ռուսաստանում հասկանում են, որ մեր ժողովուրդը ինչու ընտրեց 21 թվականին Փաշինյանին, որտեվ շատ լավ հասկացել էր, որ այդ ուրեմն որ Մոսկվան ուզում է Փաշինյանի վրա բարթել մեղքը։ Իր մեղքը հայ ժողովրդի առաջ փորձում է բարթել Փաշինյանի վրա եւ դրանով այդ մեղքից ձերբազատվել։ Հասկանալի է, չէ՞։ Հա, ի վերջո ապագա սերունդների աչքում նաեւ։ Սա այնպեսի մի վերք է, որը հայ ժողովուրդը չի մոռանա։ Եվ դրա համար սա շատ կարևոր հարց է, ոչ թե այդ ողորմելիներին իշխանություն բերել է ուզում, կամ սիրահարվածա Ռոբերտ Քոչարյանին, կամ այդ Ծառուկյան Գագիկի ծիծաղելի, կամ Սամվել Կարապետյան ծիծաղելի, հասկանում եք։ Ծիծաղելի է։ Նրանք չէ որ խնդիրն են։ Այս մեղավորին է պետք գտնել, հասկանում եք։ Այ ասենք ոնց որ անցած դարի սկզբին, անցած դարի 20-ական թվականների չէ մեղավորին գտան։ Դաշնակցությունը։ Մեղավորը դաշնակցություն, Ղարսը կորցրեցինք, այս կորցրեց հայ ժողովուրդը, մեղավորը դաշնակցությունը։ Հիմա նույն ձևով պետք է գտնել այդ մեղավորին, որ նրա վրա բարթել, նույն պատմությունն է։ Բայց իրականում իհարկե հասկանալի է, չէ, որ ռուս զորքերը ինչպես հիմա տեղի ունեցավ, այնպես էլ այն ժամանակ դուրս եկան պատասխանատ իրանց վրայից գցեցին իրենց դաշնակցային պատասխանատվությունը եւ հետագայում նույնպես, բայց գտան մեղավորին, հայ հեղափոխական դաշնակցություն, այ ամբողջ այդ դրա համար էլ ասում են հայ ժողովրդի ոխերիմ ճշնամի, հայ հեղափոխական դաշնակցությունն է մեղավոր, որ կորցրել են Սուրմալոն, Ղարսը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա էլ նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է, որ այդ մեղավորը լինի այս Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար այս Նիկոլ Փաշինյանը գնում է ուրեմն Ղրղստանի ուրեմն վարչապետը նրան շնորհավորում է, ցուցադրաբար նրանք լռում են, չեն շնորհավորում։ Ցուցադրաբար լռում են։ Այսինքն սա պետք է հասկանալ սրա խորքային պատճառը։ Այդ խորքային պատճառը սա է, որտեղ այս ծրագրում, որը համաձայնեցված էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռուսաստանի կողմից էր։ Այո, այս ծրագրում, որը համաձայնեցված էր ուրեմն 18 թվականից։ Լսեք, այդ նույն մարդիկ մարտի 1 սարքեցին, չէ՞։ Լևոն Տեր-Պետրոսյանի նման, հասկանում եք, ակսակալի դեմ կազմակերպեցին մարտի 1։ Նիկոլ Փաշինյանը ով էր, որ 18 թվականին այդ նույն Վովա Գասպարյանը եւ այլն շատ ավելի
շատ ավելի լայց ձևով չանեին մարտի 1 առանց զոհերի, բայց մի քիչ ծեծեին իրանց ձերին չէր դա այդ նույն այդ բանին այդ նույն հավաքված երիտասարդությանը չքշեց այդ նույն Գասպարյան Վովան, որպեսզի հասնեն նրան, որ հեծերը դառնան Սամվել Կարապետյանի սեփականությունը։ Օգտագործեցին, հետո քշեցին։ Այդ հասկանալի չի։ Այդ 15 թվականի բանն եք պատմում Էլեկտրիկ Երևանը։ 15 թվականի չէ, եթե չեմ սխալ, 15 թվականի ճիշտ համարը։ Ուրեմն սա ինչա նշանակում, սա համաձայնեցված էր իրանց հետ, այսինքն որ այս ամբողջ process-ը, որ դուք պատրաստ պետք է լինեք իշխանությունը խլել Փաշինյանի ձեռից, վերցնել, դուք պատրաստ պետք է լինեք նրան մեղադրել, դուք պատրաստ պետք է լինեք նրա վրա բարդել պատասխանատվությունը Ղարաբաղի կորստի համար, որպեսզի մենք կարողանանք այդ պատասխանատվությունը մեր վրայից թոթափել։ Եվ դրա համար ոչ ոք չի ասում շատ պարզ էլեմենտար մի բան։ Եղբայր, ինչ եք ուզում այդ Փաշինյանից։ Ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում, նա Արցախի համար պատասխանատու էր։ Արցախի ճակատագրի համար նա պատասխանատու էր, Արցախի ճակատագրի համար պատասխանատու են նրանք, ովքեր սկսել էին Արցախյան շարժումը եւ 20 տարի Երևանում իշխանությունը նրանց ձեռքում էր։ Դե ասում են Պրահայում ասել ես Արցախը Ադրբեջանի մաս է։ Չէ՞։ Ուրեմն պարզ Վերջի թեման դա չէր։ Մի րոպե, ուրեմն Հայաստանը չի ճանաչել Արցախի ուրեմն անկախությունը եւ հայտարարել է Գազայի կենաց մահու կռիվը տեսնում եք, չէ՞, Գազայում արաբ ժողովրդի։ Դրանցից ով է մեղադրել որևէ արաբական երկիր, իսկ դրանք շատ են, մեղադրել նրանում, որ այդ երկրները չեն մտնում առճակատման մեջ, ուղղակի ուժային առճակատման մեջ պաշտպանել չեն հայտարարում, որ իրանք ուրեմն պատրաստ են գնալու բոլոր անհրաժեշտ բոլոր քայլերի, հնարավոր քայլերի, որպեսզի պաշտպանեն արաբ ժողովրդին։ Եվ ինչու որևէ մեկը այդ Գազայի արաբներից չի մեղադրում, հասկանում եք, չի մեղադրում, չի ասում, որ դավաճան են, չի ասում, որ բան է, Այլ-Սիսին դավաճան է, մյուսը դավաճան է, եկա երկիր է, հասկանում եք, ունեն տասնյակ պետություններ արաբները, ունեն տասնյակ, ենթադրենք մեկը դրանցից մտներ, թեկուզ իր ավերման, ավերատության գնով պաշտպաներ այդ դժբախտ ժողովրդին։ Որովհետև հասկանում են ուժերի հարաբերակցությունը այսօր Իսրայելի եւ այդ երկրների միջև, որ Իսրայելը գերհզոր է եւ հասկանում են, որ եթե որևէ մեկը դրանցից միջամտեց, կարող է հողին հավասարացնել հрьяաները։ Դա հասկանում են։ Չնայած ունեն տասնյակ պետություններ արաբները։ Այն բանից հետո, երբ որ Արցախը արդեն մենք ի վիճակի չեղանք պաշտպանել, մենք ունենք մի պետություն, եւ այդ պետությունը կարող ենք կորցնել։